Զարայեցեք դերոջը ուրախությամբ, անոր արջև գեցեք ցնծությամբ, մտեք անոր տերները կողությամբ ու անոր սրահները օրհնությամբ, կոհացեք անգե, օրհնեցեք անոր անունը, վասնզի դերը բարի է, անոր ողորմությունը հավիտյան է, ու անոր հավատարմությունը ասկ է մինչև ասկ։ Միշանագենք մեր բաշնամուկը միասին երկելով երկտիվ 501 ոտքի վրա։ Աստուծովասնիր մեծ կործին, այն չափ սիրեց աշխարհ դվավ իր որդին, թրավ նա իր կյանքի կավություն մեղած, իր մոհ մարդոց համար կյանքի տուրն է պած, Փակ Տիրոջ, աշխարհ լսե իր ցայն, Փակ Տիրոջ, մարդիկ ուրախանան, եկեք Աստուծո միջոցով որդին, եւ պարտվեք իրեն վասնիր մեծ կործին, Գադարյալ բրգություն արյունով կնված, ամեն հավատացողին շնորհ է Աստված, ամենեն անարգիս երբ որ հավատա, վարգեն ագաներում դերն անոր գուդա, Փակ Տերոջ, աշխարհ լսե իր ցայն, Փակ Տերոջ, մարդիկ ուրախանան, եկեք Աստուծո միջոցով որդին, եւ պարտվեք իրեն վասնիր մեծ կործին, Դեր մեծ բաները ռավ նաև սորվեցուց Հիսուսով մեր բոլոր մեղքերը վերցուց Բիդի ավելի զարմանանք զմայլինք հափշտակվելով օրմը երբ վերդեսնենք զինք Փակ Տերոջ, աշխարհ լսե իր ցայն, Փակ Տերոջ, մարդիկ ուրախանան, եկեք Աստուծո միջոցով որդին, եւ պարտվեք իրեն վասնիր մեծ կործին Մինչ ոտքի վրա ենք միասնապար պիտի գարտանք ընթերցում թիվ 32, որը գտնվի երկարանին ետևի բաժինը։ Ով բոլոր ծարավծածներ, ճուրերուն եկեք, եւ ստակ չունեցողներ, եկեք, ձախու արեք ու գերեք։ Ինչու ծեր ստագը գվատնեք այն բանի համար, որ հատ չէ, եւ ծեր վաստակը այնպիսի բանի համար, որ չի գշտացներ։ Ծեր ագանչը խոնարեցուցեք ու ինձի եկեք, մդի կրեք ու ծեր հոգին պիտի ապրի։
Դերը պնդրեցեք, քանի որ անիգա կգտնվի։ Զանիգա կանչեցեք, քանի որ անիգա մոտ է։ Եվ դերոջը դառնա ու անիգա պիտի ողորմի անոր ու մեր Աստուծույն վասնզի անիգա արադապես կներե։ Հաբա որչապ երկինքը երկիրեն բարձր է, այնչափ իմ ճամփաներս ծեր ճամփաներեն բարձր են եւ իմ խորհուրդներս ծեր խորհուրդներեն։ Աղոթենք։ Երկնավոր Հայր, շնորհակալ ենք քեզի այսօրվան համար, որ դեր դու մեզ շնորհես ուր գրնավանք հավաքվել հոս կուդանդ մեջ քեզ բաշխելու, քեզ պարապանելու, քեզ օրհնելու եւ քեզ մի օրհնվելու դեր։ Կխնդրենք, որ դեր տուն մեր միկն ու ստիպն հոգին պատրաստես եւ տուն առաջնորդես դեր ասպաշնամունքը։ Դեր Հիսուս Քրիստոսի անունով կխնդրենք։ Ամեն։ Մեր նստած դերերը մի երկենք երկթիվ 110։ Ժամանակ տուն սուրբը լալու դերոջ մեջ շարունակ գեցիր միշտ հլու անոր զավակներ են բարեկամ ընտրեն դգարներուն ամեն մի սեր գարգարեն հատկացուր ժամանակ տուն սուրբը լալու Հիսուսի հետ մինակ առանցնացիր դու նայելով իր դեմքին նմանի սիրեն որ ընկերներ բրկչին քեզ նմանցնեն հատկացուր ժամանակ տուն սուրբը լալու դերոջ ճամփուն շիդակ միշտ հետևելու ուրախորերու թե ծավերու մեջ միշտ Քաղցրտեմ կտիդե կովեն կալեջիշտ հատկացուր ժամանակ տուն սուրբը լալու դերոջ մեջ շարունակ գարավարվետու թող հայտնե քեզ հոգին Սիրո աղբյուրներ հարմարիս լիովին ծառայել իրեն Մի քանի ծանոթություններ գուզեմ ձեր ուշադրությանը բերել, որ նաև գտնվի եկեղեցին լրատվի մեջ Սրդի խոր ցավով կկուշենք մահը Միհրան Ջեզմեջյանին, որ բադայեցավ Տորոնտոյի մեջ հոկտեմբեր 22 2025-ին հետ երկարադեպ հիվանդության Միհրան Ջեզմեջյանը եղած է հիմնադիր AMAC 1984-ին եւ անոր նախագահը երկար դարիներու ընթացքին անոր հիշադակը օրհնյալ լա Շնորհակալ ենք եկեղեցի նվիրատուներուն Գողջունենք Վերաբադվելի Հենրիկ Շահնազարյանը, որ այսօր հյուրապեր մեր մեջ կգտնվի միասնապար դերը բաշխելու իրեն կմաղթենք բարի գեցություն եւ բարի վերադարձ Կալիֆոռնիա նաեւ մոդալերեն դարձյալ տեսնվելու հույսով
վերջին լուրը ամփոփում անդամական ժողովի, որ դեղի ունեցավ անցյալ գիրակի հոկտեմբեր 22 պաշտամունքեն վերջ դարեգան անդամական ժողովը արոյան սրահի մեջ թեթև ջաշեմը ամիջապես վերջը ներկային 38 անդամներ եւ նաեւ UCC-ի ներկայացուցիչը Պասման խոսքը ասվարացուցի ընթերցումով եւ աղոթքի վերջ օրագարկը ընթացավ ըստ կարգի հոդնգայս հիշվեցան 2024-ի մեջմե բաժնված սիրելիները կարտացվեցան հոգապարծության եւ այլ դեղագիրներ եւ ընդունվեցավ 2024-ի դարվան բաբերարված հաշվագիշիրը ապա եղավ հոգապարծության նոր անդամներու ընդրություն եւ միացայնությամբ ընդրվեցան հոգապարծության հետեւյալ նոր գազմը Դիգին Արփի Շնորհքյան 1 տարվա Բարոն Սարգիս Տորոսյան 1 տարվա Բարոն Վարուժան Պետրոս 2 տարվա Դիգին Մարկրիտ Մելկոնյան 2 տարվա Դիգին Ալիս Հաջյան 3 տարվա Դիգին Սարա Պապիրյան 3 տարվա Բարոն Նազո Բալյոս 3 տարվա իսկ Բատվելի Մարտիրոս Էլենջյան իբաշտոնե Ժողովը վերջացավ Բատվելի Էլենջյանի պագման խոսքով եւ աղոթքով Հիմա գիրավենք Բատվելի Էլենջյանը աղոթքի համար Բիդե խնդրեմ, որ հոգապարծության անդամները առջև կան Հոգապարծության ընդրված անդամները եւ նախկիններուն հետ միասին Երբ Սարան մեզ ետ չէ 1 2 3 4 5 Ռոմե վարն է գրնա մեկը գանչել Սարան որ վարենքա այո մենք Այո, Սարան ամեր մեջ պիտիլա շալավոր Ուրեմն այս գազմին մեջ հիշելու ենք, որ մեկ հոգիմը գպացագայի անոր համար, որ ինքը ուրեմն նոր կործողություն եղած է և չգրցավ այսօր ներգա ալալ, անիգա դիգին Մարգո Մելքոնյանն է Ուրեմն հոգապարծական գազմը պիտիլա 7 հոգի 7 հոգի Մերդերը սավ Ղուգաս ավետարանի մեջ ան որ քիչ փանի մեջ հավատարիմ է շատ փանի մեջ ալ հավատարիմ է Իսկ Բողոսարակյալ գսե գործացիներուն ուստի դնդեսներուն մեջ գփնդրվի որ մեկը հավատարիմ ըլլա Հավատարմությունը շատ կարևոր է սելներ Դուք օրինավոր գերբով ընդրված եք այս եկեղեցին կողմը իբրև հոգապարծուներ և դերը ցեզ նշանակած է ծևողը որպեսզի ծառայեք իր եկեղեցի մեջ հավատարիմ դնդեսներ ըլլալու Ձեր ժամանակով և թե դաղանքներով Այսօր համար պետք է որ անշուշտ դերոջ առաջնորդությունը և անոր զորությունն ալ ունենանք Այսօր համար աղոթքով դերոջը առջև խոնարհենք Շնորհակալ ենք երկնավոր Հայր Որթուն զավակներ ունիս որոնք ու դանոթ մեջ ծառայելու համար իրենց անձերը կնվիրեն Խնդրենք քեզ մե որպեսզի անոնց հավատարմությունը զորացնես հավատքը զորացնես
եւ անոնց նվիրումը զորացնես։ Քու ներկայությունովդ, քու առաջնորդությունովդ եւ քու զորությանդ պետք ունին։ Օրհնես իրենց պաշտոնին մեջը, որբեսի քեզ կողցկելու քու եկեղեցիդ հարաշ տանելու թե հոգևորապես, ինչպես նաև տնտեսական կետնի վրա։ Զորացուր իրենք, օրհնե եւ բդղափեր ըլլա իրենց ծառայությունը։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով ամեն։ Նաև մենք ժողովրդին գործ կուտանք եւ պիտի խնդրեմ, որ ժողովուրդն իրենց թև թիգուն կլան, խաչալերեն իրենց խոսքերով, ինչպես նաև իրենց աղոթքներով, որբեսի ամեն բան դերոջ կամքին համեմատելա։ Շնորհավորենք ձեզ ձեր ծառայության մեջ, դեր օրհնելով օրհնեցես։ Գնաք ձեր տեղերը առնեք։ Աստծո սրբազան խոսքեն պիտի գարտանք Մարգոս ավետարանեն երկրորդ գլուխ 18-րդ համարեն մինչև 22 համարները։ Հովանեսին ու պարեսիներուն աշակերտները ձոմ կբահեին։ Եկան ու ուսին անոր. Ինչու Հովանեսին ու պարեսիներուն աշակերտները ձոմ կբահեն, բայց քո աշակերտները ձոմ չեն բահեր։ Հիսուս ասավ անոնց. Միթե կարելի է որ հարսանեկին դղակը երբ փեսան իրենց հետ է ձոմ բահեն, որ չափ ժամանակ որ փեսան իրենց հետ է, կարելի չէ որ ձոմ բահեն, բայց օրեր պիտի կան, երբ փեսան իրենց մե վերցվի, այն ադեն ձոմ պիտի բահեն։ Մեկը գարգդան չի ցկեր նոր լատի գդորմը հին հանտերցի վրա, քանզի այն օրը որ անոր լուրությանը համար տրված է, հինեն գարնե ու բادرվածքը ավելի քեշ կլա։ Ոչ ալ մեկը նոր քինի հետ դիգերու մեջ կտնե, քանզի նոր քինին դիգերը կբադրե ու քինին կտապի եւ դիգերը կգործվին, հաբա նոր քինին նոր դիգերու մեջ տնելու է։ Ժամանակը պիտի տանք բատվելի հերիքին, որ մեզի հետ բաժնեկցի հովական աղոթքը։ Ուրախ եմ, որ միասին Տերը պաշտելու առիթ ունենք, խոնարհենք Տիրոջ առջև մեր շնորհակալությունները ու նաև մեր աղոթքները իրեն ներկայացնելու։ Գոհունակությամբ եւ փառաբանությամբ քու ներկայության մեջ ենք, ով Հայր, մեծ Աստված ես, բոլոր տիեզերքը ստեղծող, սիրող, հոգացող, հավատարիմ, Փառք կտանք քեզի, որ բարի Հայր ես։ Շնորհակալ ենք, ով Հայր Աստված, որ մեր կյանքին մեջ առիթ ունեցած ենք քեզի ճանչնալու, քու ներկայությունը, քու հոգատարությունը, պահպանությունը եւ առաջնորդությունը վայելելու։ Շնորհակալ ենք, որ հավատք շնորհեցիր մեզ, առիթ ունեցանք խոսքդ կարդալով, խոսքդ լսելով, մեր կյանքերուն մեջ քեզի ներկա տեսնելով, քեզի ճանչնալ ու քեզի հավատալ։ Շնորհակալ ենք, որ հոգիովդ ներկա ես, կսորվեցնես, կօգնես քու խոսքդ հասկանալով փոխվինք, նորոգվինք, կհոգաս եւ կօգնես, որ օրեցօր քեզ հետ քայլելով, քու խոսքդ լսելով, եկեղեցիդ մեջ հաղորդակցելով, աճինք եւ մեր Տիրոջը Քրիստոսին նմանենք։ Շնորհակալ ենք, ով Հայր Աստված, այս բոլորին համար։ Շնորհակալ ենք եկեղեցիդ համար, ուր որպես նոր ծնված զավակներ կսնվինք, կկերակրվինք ու նաեւ առիթ կունենանք մեր հավատակից քույր եղբայրներուն հետ հաղորդակցիլ,
անոնց սերը եւ գուրգուրանքը վայելել եւ նույն ձևով սիրել, հոգալ, ծառայել։ Շնորհակալ ենք այս առանձնաշնորհումին համար եւս ով Հայր Աստված։ Ով Հայր Աստված, շնորհակալ ենք աղոթքի առանձնաշնորհումին համար, որպես քու զավակներդ գիտնալով, որ մեզ կսիրես, կհոգաս, գիտնալով, որ պատրաստ ես լսելու եւ պարգևելու քեզի կուկանք ով Հայր Աստված։ Քեզի կուկանք մեր գոհունակությամբ ու շնորհակալությամբ ու նաեւ քեզի կուկանք մեր խնդրանքներով եւ աղաչանքներով։ Ով Հայր Աստված, քեզի կբերենք ճիզմեջյան ընտանիքը, մինչ մեր սիրելի Միհրանը քեզ մոտ բարձրացավ ով Հայր, շնորհակալ ենք իր հավատարիմ ծառայության համար, իր հավատքին համար, շնորհակալ ենք բարի վկայեր քեզի համար եւ ահա մինչ բացակա է մեզ մեջ ով Տեր եւ իր սիրելիները, կողակիցը, զավակը, թորնիկները իր բացակայության մեջ կտխրեն, կսքանով Հայր Աստված, իրենց սուքին մեջ դուն մխիթարե, դուն զորացուր, դուն խաղաղություն շնորհե։ Շնորհակալ ենք, որ ընտանիքը քեզի կսիրե, քեզի կհավատա եւ այս կարոտը ցավ է իրենց համար, բայց նույն ժամանակ վստահ են հավիտենական կյանքի հույսով եւ այդ մեկը իրենց խաղաղություն կշնորհե եւ կմխիթարե ով Տեր։ Կխնդրենք քու ներկայությամբ մխիթարես ընտանիքը, եկեղեցի անդամները, բոլոր հարազատներն ու բարեկամները ով Տեր։ Ով Հայր Աստված, կհիշենք մեր մեջ բոլոր տկարներն ու հիվանդները, հատուկ կերպով կհիշենք մեր քրոջը Մարկոին, շնորհակալ ենք, որ դուն պահեցիր իրեն ով Հայր Աստված, կաղոթենք, որ բուժումները ինչքան արագ եւ ինչքան ազդեցիկ կլան, կհիշենք ուրիշ հիվանդներ, որ անկողնի մեջ են, տկար են, ծերության պատճառով չեն կրնար մեզի հետ լալ, ով Տեր հիշե բոլորը, պարգևե որ քու բուժարար ցերքը իրենց հետ լա ով Տեր։ Ով Հայր Աստված, այստեղ ներկաներս ամեն մեկս ունենք մեր անձնական եւ ընտանեկան կարիքներով Տեր, մեր վախերը, մեր հոգսերը, այդ բոլորը քեզի կբերենք, դուն չարեմ պահե, դուն հոգա մեր կարիքները, ու նաեւ որպես հավատքի ընտանիք պարգևե, որ կարենանք ամեն մեկս իրար վիճակը հասկանալով մեր ամենալավը տրամադրենք իրար ծառայելու եւ իրար հոգալու։ Ով Հայր Աստված, կաղոթենք մեր հայրենիքին համար, բոլոր վիճակները քեզի կբերենք եւ կխնդրենք, որ դուն ապահով պահես այս ներքին հակառակությունների մեջ, դժվարություններու մեջ ով Հայր Աստված, դուն հոգա եւ ամեն չարեն վտանգեն պահե ով Տեր։ Կաղոթենք մեր սիրելիներուն համար, մեր ցավոր արևելքին մեջ հիշե բոլորով Տեր եւ կշարունակենք աղոթել մնայուն խաղաղության եւ արդարության համար։ Ով Տեր այս եկեղեցին օրհնած ես հավատարմորեն կշարունակե իր ծառայությունը ով Տեր, շնորհակալ ենք այս նորընտիր հոգապարծումներուն համար, իրենց պատրաստակամության համար ծառայելու, օրհնե իրենց զորացուր, դուն առաջնորդե եւ պարգևե, որ իրենց ծառայությամբ եւ մնացյալ պատասխանատուններու, պատվելիի, մեր սելի երիտասարդների օգնությամբ, մասնակցությամբ այս եկեղեցին շարունակե ծառայել եւ քու շնորհքովդ ընդարձակիլ եւ քու ավետարանը քաջությամբ, համարձակությամբ քարոզելու։ Ով Հայր Աստված, այս բոլորը եւ բոլոր մեր անձնական եւ ընտանեկան աղոթքները քեզի կբերենք, վստահելով, որ սիրող Աստված ես, կլսես
եւ կուզես պարգևել, բայց ամենեն բարձրով Հայր Աստված, շնորհակալ ենք, որ ներկա ես մեր կյանքերուն մեջ եւ ինչ վիճակի մեջ ալ որ ըլլանք, ով Տեր այդ վստահությունը, որ քեզի կպատկանենք եւ դու ներկա ես ով Հայր Աստված, թող մեզ զորացնե, մեզ խաղաղություն շնորհե եւ շարունակենք մեր օրհնաբեր կյանքը քեզ հետ քալելով, քեզի լսելով, քեզ հետևելով։ Պաշտամունքի մնացյալ մասը քեզի կվստահենք, օրհնե խոսող ծառատ, օրհնե երգերը, օրհնե աղոթքները եւ պարգևե, որ այս բոլորը քու անվանդ փառք բերեն ու նաեւ մեզ մեր յուրաքանչյուրը քու այցելությունդ վայելած, զորացած, նորոգված, քաջալերված, նոր դասորված մեր տները վերադառնանք քեզ հետ եւ քեզի համար ապրելու քու անվանդ փառքի համար ամեն։ Կարոզեն առաջ մի երկենք երկ տիվ 23 ոտքի վրա։ Ինչ կաղս երկնային ընգերակցություն, հենում հավիդենական բազգաց, անքին օրտնություն և խաղաղություն, հենում հավիդենական բազգաց, հենում, հաբահով իրեն վստահած, հենում հավիդենական բազգաց, Ցենց մամ կկալեմ այն սուրբ ճամփու մեջ, հենում հավիդենական բազգաց, հոսպայլի բայցար երկնից լույս անշեց, հենում հավիդենական բազգաց, հենում, հաբահով իրեն վստահած, հենում հավիդենական բազգաց, անվախ անվարան միշ երկով ցենցման, հենում հավիդենական բազգաց, հոս խաղաղություն գետի է նման, հենում հավիդենական բազգաց, հենում, հաբահով իրեն վստահած, հենում հավիդենական բազգաց։ Ժամանակ մի դիտանք Մայք Ջուկակալյանին, որ մեզի հետ բաժնեկցի այսօրվան կարոզը։ Զինվորը գբատմեր իր մարզանքներուն մասին, ասի էլիտ զինվորմն է, բարձրակույն, եւ գբացատրեր ինչպես ամեն օր պետք է 7 վարյանվա մեջ մեկ մղոն վազեն, ուրեմն ասիգա 7-minute mile է, որ բավական արագ է 14 կիլոմետր ժամական, ետքը երթակ ինքնաշարժով քշեք մեկ հատ փորձերեք 14 կիլոմետր ժամական այդ արագությամբ վազել ամեն օր։ Երբեմն գվազեին մեր ոտքով այրող դակ ավազի վրա, ուրիշ օրեր ցուրտ բաղ սարելիք օդի մեջ եւ ուրիշ օրեր զարիվեր ելլելով։ Իրենց մարզանքը հետաքրական անունը գուդային գանչեին self-torture, ինքնաչարչարանք։ Չարչարանք, քանի որ
բավական դժվար էր եւ ինքնաչարչարանք, որովհետեւ գրնային գնալ, երբ որ ուզեն, ազատ էին մարզանքները գնալու, դուն վերադառնալու եւ հանգիստ լինելու։ Եվ շատեր այդ կնային, ուրեմն 200 աշակերտով սկսելով միայն 20 հատ աշակերտ ավարտեցին։ Զինվորները կթիմանան այս դժվար մարզանքին, ոչ թե որովհետև չեն գիտեր կյանքի հաճույքները, այլ որովհետև ավելի բարձր բան կփնտրան։ Խոսքը ունին mission above self։ Առաքելությունը անցած վեր։ Ըստ քրիստոնեության ամեն մարդ բادرազմի մեջ է, ոչ մարմնի ու արյունի հետ, այլ հոգևոր բادرազմը։ Մեր հագարագործը սատանան նվիրված է իր բոլոր սրտովը մեր գործանման նպատակին։ Իր ամենն թյուրին ցևը հաղթելու մեզ համոզելն է, որ բادرած չկա։ Պապուկ քաղցր պսպսալով կրնա ասել շատ սպաղեստուն եկեցի երթալու, շատ հոգնած ես աղոթելու, ինչու հոգալ անդեսանելի բادرազմի մասին, ազատ վարգյան մոնիս հանգիստր է, հերացայնը դար, սկրոլեր է, նորություններ թիդ է, նայ մարդիկ ինչ կնան, մի մտածեր հերուպաները։ Աստվածաշունչին վերջին քիրքը գխոսի դժվարության մեջ հարադևելու մասին։ Հոն հարուցյալ եւ փառավորված Հիսուս եկեղեցին գսե. «Մինչև մահ հավատարիմ եղիր»։ Ու ցեզի գենաց վսակը պիտի տամ։ Եվ ան որ գհաղթե ու իմ կործերս մինչև վերջը կբահե, անոր իշխանություն պիտի դամ ասկերուն վրա։ Այս պատկամիս մեջ 3 ցևեր ցույց պիտի դամ, թե ինչպես գրնաս տնել առաքելությունը անցած վեր, mission above self։ Կարելի գրնաս մտածել ինչու համար փամը պիտի տնես քու անցած ավելի բարձր, ինչու զինվորները կտնեն իրենց անցան ավելի բարձր փամը։ Քանի որ ամեն անհատ գսկա, որ իր անցնողական է, ժամանակավոր է։ Եվ ավելի բարձր նպատակի համար գուզենք ապրիլ։ Առաջին Պետրոս 1:24 գիշեցնե ասելով ամեն մարմին խոդի պես է, խոդը կչորնա, գանցնի երթա, բայց դերոջ խոսքը հավիտյան կմնա։ Հովանու առաջին նամակին մեջ 2:17 նման կապարմը գարդահայտ է, աշխարհը գանցնի, անոր ցանկությունները, փափակները, ամեն ինչ որ գուզես գանցնի փափակիս, բայց ան որ Աստծո գամքը կդարե հավիտյան պիտի մնա։ 3 մասի բաժնված է իմ պատկամս՝ fasting, feasting, fighting։ Ձոմաբահություն, խնջույք կնել եւ բայկարի։ Ձոմաբահություն։ Տեքստը որ գարտացվեցավ Մարգոս 2-յան հարցումը գար մեջը Հիսուսի ուղված հետևյալն էր հարցումը. ինչու Հովաննեսին եւ փարիսեցիներուն աշակերտները ձոմ կբայեն, բայց քո աշակերտները ձոմ չեն բայեր։ Մտածեր եք այս հարցումին մասին։ Ինչպես արդյոք պիտի պատասխանե Հիսուս։ Ձոմ բայել այսինքն ջաշ չուդել ժամանակի համար, որբեսի Աստծո նվիրվիլ, fasting։ Հիսուսի շարժումը այս հարցումին մեջ կհամեմատվի 2 ուրիշ շարժումներու հետ՝ Հովաննեսի աշակերտները եւ փարիսեցիներուն աշակերտները։ Հովաննեսի մասին քիչ բան գրվել է Աստվածաշունչեն դուրս, որովհետեւ իր շարժումը չշարունակվեցավ, լրացավ, պատրաստության շարժում մներ մեսիային ճամփան պատրաստելու։ Փարիսեցիները ով էին։ Անոնք մոտ Քրիստոսի 200 տարի առաջ սկսան հրյա բոլոր գուսակցություններն, օրինակ սատուգեցիները կամ զելտները, միայն այս գուսակցությունը փարիսեցիները թիմացավ, փրկվեցան Հռոմի պատերազմեն յետք, որ 66 մինչև 70 թվականին եղավ Հիսուսի յետք։ Այսօրվան հրյական գրոնքը քոյություն ունի իշնորիվ այդ
խումբին։ Փոքր խումբ մնային, առաջին տարուն մոտ 6000 անդամ ունեին, թեպետ միայն 100-ն էին հրեա ժողովրդին շատ աստեցիկ էին։ Անոնց գլխավոր հավատքը այն էր, որ Աստծո քրված խոսքը Աստծո գամքին գադարյալ արտահայտությունն է։ Այդ թիրքը ամենամոտն էր Հիսուսի հավատքին, բացադրածին, եւ անոր համար Հիսուս կբացադրե կնկարագրե իրենց իբրև Մովսեսի աթորին վրա նստողները։ Հիսուսի ժամանակ հրեական գրոնքը 3 սյուներ ուներ. աղոթք, ողորմություն եւ ձոմաբահություն։ Այսինքն prayer, almsgiving, բարի կնել, կամ դասանորդ տալ, տրամդալ եւ fasting։ Հիսուս կսորվեցնե, որ փարիսեցիները կցուցադրեին իրենց բարի գործերը, ձոմաբահությունը մարդոց մե քովասանք սпасելով, իսկ ճշմարիտ ձոմը Աստծո համար է եւ մեր անձը խոնարեցնելու, մեր մեղքերը անդրադառնալու, անոր առաջնորդությունը փնտրելու համար է։ Հիսուս կսե որ իր բալասխանի մեջ որ պիտի տեսնենք, որ աշակերտները հիմա ձոմ չեն բայր, բայց օրը պիտի կա որ պիտի բահեն իրենք։ Եվ անշուշտ ինքնալ 40 օր բահելով, ձոմ բահելով օրինակ եղավ։ Հիմա հարցը դարձնենք մեզի։ Տուն ձոմ գբայես։ Ինչպես, եթե ոչ ինչպես պիտի բալասխանես այն հարցումը, ինչու Հովհաննեսին աշակերտները, փարիսեցիները, Հիսուս իր աշակերտները եւ քրիստոնյաները թարերուն ընթացքին ձոմ բայեցին, իսկ տուն ոչ։ Ձոմը կամ բակը բարդաթիր չէ քրիստոնեության մեջ, բայց ինչպես օրական 7 վարյան վասկը, նույնպես ձոմը, բակը կամ օրական 7 վարյան աստվածաշունչ կարդալ, աղոթել, զրկվել մյուս բոլոր բաներեն, գրնա զորացնել քեզ հոգևոր պատերազմին, որովհետեւ գարենաս թեմ տնել զորավոր հագարակություններ, որ կան կյանքին մեջ եւ պիտի կան։ Ասիցև մնե, որ առաքելությունը անցետ վերտնես, mission above self։ Երկրորդ ցևը, որով գրնանք այդնել, խնջույքն է։ Մեկ մետ կխոսեի, որ կբացադրե ինձինքը իբրև ագնոստիկ եւ գսեր ինչպես եւ բզդիգեր կհավատար Աստծո, եւ կհարցումներ ունեցավ բարձրան չկդավ եւ հիմա կգասկածի, կդեսնե մարդ արարածը իբրև գենտանիմը, որ ավելի բարդ է, կոմպլեքս հարաճած է, բայց ոչ տարբեր ուրիշ կյանքեր է։ Ինչ ցանցրալի դեսագետը, what a boring point of view։ Ուր է մարդը լալու խնջույքը ասոր մեջ, ուր է դոնը։ Հիսուս բոլորին կզարմացնե ձոմի մասին այս բարձ հարցումը ցնցիչ պատասխանովը։ Հիսուսը սավանոնց միթե կարելի է, որ հարսնիկին դղակը երբ փեսան իրենց հետ է ձոմ բան։ Որչափ ժամանակ որ փեսան իրենց հետ է, կարելի չէ որ ձոմ բան։ Աշակերտները հարսնիկի դղակն են եւ ինք փեսան այս բոլորովին նոր քաղաքարը հագարագեր փարիսեցիներու գրոնական դեսագետեն։ Գարժե գանք առնել եւ նկատել դարբերությունը այդ ժամանակին եւ մեր Քեբեկի մշակույթին։ Այնադեն ամուսնությունները հաստատուն էին եւ զույգերը միջին հաշիվով 4-6 զավակ կունենային։ Քեբեկի մեջ միայն 1/3 մասը երեխաներուն գաբրի իրենց 2 ծնողներուն հետ, որոնք ամուսնացած են իրար հետ։ Այսինքն 1/3 of children live with their parents who are married to each other։
Ասիկա կնշանակե, որ մեծամասնությունը գաբրին կամ իրանց ձնող չեղած մեծ մեկումը հետ, boyfriend-ը, girlfriend-ը, իրանց մեկ ձնողներ են մեկ են, կամ իրենց ձնողներուն հետ գաբրին, բայց անոնք երբեք չեն գադարած այդ մեծ խոստումը իրար հավատարիմ մնալու մինչև մահ, վգաներու ներկայությամբ, սուրբ վայրիմը մեջ, հոգևոր առաջնորդիմը միջոցով։ Լուր գերբով միասին ապրած են օրմը և կարելի բզդի ունեցել են։ Քեբեկի մեջ և աշխարհի շատ մույս ուրիշ երգիրներու մեջ ծնունդներու թիվն ալ գբաքսի։ Ըստ Institut de la Statistique du Québec տվյալները, որ 1995-ին մինչև 2025 արձանագրված է ծնունդները և մահերը, հետաքրքրված էի դեսա և անդրադարձա, որ առաջին անգամ լալով ազ 30 դարվան ընթացքին 2024-ին ծնունդներուն թիվը 77400 ավելի ցած է, քան թե մահերուն թիվը 78800։ Ասիկա առաջին անգամն է, որ բադահած է Քեբեկի մեջ կոնե 30 դարվա ընթացքին, եթե այս հոսանքը շարնակվի և ամուսնության հաստատությունները և ծնունդներու թիվը բաքսի, Քեբեկի մեջ ոչ ոք կմնա, բացի անոնք, որ թուրսեն գուքան հաստատ ամուսնություններով և զիկներ գունենան։ Հայերն ան գդարվին այս համաշխարային շարժումեն։ Մենք ավելի անոր աստվածությունները գսկանք, որովհետև մեր ժողովրդին քոյադևումը արդեն իսկ վտանգի մեջ է։ Աստվածաշունչի ժամանակներուն լուր միասին ապրիլը առանց ամուսնության գոյություն չուներ։ Ամուսնության խնջույքները հրյաներուն մոտ կդևեին 7 օր, անոնք աղմուգոտ էին, գային արադ գերագուր, խմիչք, երգ, բար։ Հետաքրքրական է նկատել, որ հայերուն մեջ նագա այսպես սովորություն 7 օրվա և թե հայերը, թե հրյաները ժողովուրդ մնեն, որ 3000 տարի ի վեր գոյություն ունին։ Անոնք ընտանեկան գաբերը ավելի զորավոր են, համայնքային աջակցություն կա, community support, և ցած բաժանում divorce rate։ Արդյոք ժողովուրդիմը քոյադևումը գաբ ունի ամուսնության, հարսնիքի, խնջույքի, աղմուգոդության և շքեղության հետ կարելի։ Ինչպես մեր խոսակցությունը անցավ ձոմաբահութենեն թեպի խնջույք։ Ձոմը հագարակն է խնջույքին, feasting, ուր գա արադ գերագուր, խմերիք, երաժշտություն, աղմուկ, Հիսուսի բադասխանը գտարցնե նյութը ձոմաբահութենեն, որ իրեն հարցվեցավ, թեպի լման հագարակը։ Իր նպատակը անե, որ ծծնե, թե ինքն է կյանքի գետրոնը և ոչ թե self-discipline-ը, ինքնակարգաբահություն, որ կարևոր բան է, բայց ինքն է կյանքի գետրոնը։ Ան է ուրախության և խնջույքի աղբյուրը, ան է, որ մեր կյանքը կդարձնե իմաստալից, հետաքրքրական և զվարճալի, աննման կենդանի է։ Նույն փոխաբերությունը կտեսնենք 10 գույսերու բամության մեջ, շարագին մեջ, ուր միայն 5 իմաստունները հանդիպեցան Փեսային, նույնպես ալ թագավորին Արագը, որ հարսնիքի խնջույք պատրաստեց իր որդիին համար, իսկ Հովհաննես Մկրտիչ կսե, ան որ հարսը ունի, Փեսան անիգա է։ Բայց Փեսային բարեկամը, որ կգենա ու կլսե անոր, մեծապես կուրախանա Փեսային ցայնին համար, ուստի ահա իմ ուրախությունս լեցված է։ Անիգա պետք է որ մեծնա, բայց ես բզդիկնամ։ Եվ գիտեք ինչպես կվերջանա աստվածաշունչը հարսնիկովը։
Երանելի են անոնք, որ քարնուգին հարսնիկին ընտրիկին կանչված են։ Արդյոք այդ հարսնիկը 7 օրեն ավելի պիտի դեպե։ Հայտնություն ովանու 19 և 21-րդ գլուխները գսեն. խնդանք և ուրախանանք ու փառք տանք անոր, քանզի քարնուգին հարսնիկը հասավ։ Եվ անոր գինը ինձինք պատրաստեց։ Եվ իրեն հագնելու համար դրվեցավ մաքուր, լուսափայլ փեհեր, fine linen, քանզի այն փեհերը սուրբերուն արդարությունն է։ Եվ ինձ եսավ քրե ելանելի են անոնք, որ քարնուգին հարսնիկին ընտրիկին կանչված են։ Ու ինձ եսավ ասոնք են ազո ճշմարիտ խոսքերը։ Սուրբ քաղաքը նոր Երուսաղեմը դեսավ, որ երկինքեն ասուզում է գիչներ իր երգանը համար զարդարված հարսիմը պես պատրաստված։ Խոսակցություն ունեի մեկում հետ, որ գսեր եկեցի այլևս չի կար, որովհետև անոր մեջ տեսավ անցեր, որ մե հուսախապ եղավ, իրենց իր մագարտագին պես բարձր չի գեցան իրենց վարված ծևը։ Եթե եկեցի կաս այդ սպասումով, որ գադարյալը պիտի կտնես, պիտի հուսախապիս, գադարյալը արնվեցավ մեզ մե, անիգա միայն պեսան է, ինչ որ գտեսնես, հարսնցուն է, որ գպատրաստվի։ Ուր է հարսը ավետարանին մեջ, փորոդն է, որ բժշկվեցավ, անդամալույցն է, որ նախ գներվի և ետ կբժշկվի, մաքսավորը և մեղավորն է, որ գհետևին Հիսուսի, շնության մեջ բռնված գինն է, որ գթարնա, այսինքն թուն, եթե ինձինքդ այդ խումբին մեջ աննգադես, որոնք կլսեն պեսային ցայնը և սրդերդին գպանան անոր։ Ահա բարի լուրը, որ այն, որուն գգարոդինք և պետք ունենք, բայց արժանի չենք, զոհեց իր կյանքը մեզի միանալու համար։ Ահա սիրո և ներման հոգին, որ կանչված ենք ընդօրինակելու։ Գամեգը քու կյանքիդ մեջ, որուն ներելը դժվար գտվի։ Եթե այդպեսի վիճակի մեջ ես այսօր, այդ է քու դժվար 7 վայրկյան մղոն վասկը, որ պետք է անես ազոթակավորությունը անցեդ վեր տնելու համար։ Ներե, ինչպես տուն ներվեցար։ Երորդ ծևը, բայկարիլ, fighting։ Հիսուս կշարնագե իր բարասխանը ասելով, բայց օրեր պիտի կան, երբ պեսան իրենց մե վերցվի, այն ադեն ձոն պիտի բահեն։ Ծանրապես հարսնիկի մեջ բոլոր հյուրերը նախ կերտան և ետ կպեսան իր գնոջ հետ, կերտա իրենց կյանքը սկսելու, այս ինչ է կաղապարը, որ պեսան պիտի արնվի իրենց մե, երբ կդոնեն։ Հարսնիկի բատկերին երկու փոքրիկ արակներ կշարնակվին, առաջինը նոր գդորմն է, որ կգարվի հին հակուստի վրա, և լվացվի նոր գդորը կբզդիկնա և հակուստը կբադրե։ Երկրորդը նոր քինին է, որ կտրվի հին անոթներու մեջ, և քանի որ դագավին կխմորվի, fermenting, գաջի գշարժի և գգդրե այն հին կառույցները։ Նույն բառը կխորզածվի հունարենով, որ հունարենով գրվել է այս տեքստը, Erin, արմատն է պեսային արնվելուն և նոր գդորին հին հակուստը քաշելու և բադրելու։ Այս երեք նյութերուն մեջը նոր և շարժուն փամը անհամադեղելի է, incomparable հինին հետ։ Պատկերմն է, թե ինչպես Հիսուսի ավետարանը կգդրե հրյական և մարդկային գարույցները։ Երեք պատկամներուն մեջ ուրախության պատկերը, խնջույք, հարսնիկ, նոր հակուստ, քինի կհանդիպին հագարակության, հակուստը կբադրվի, քինին դիգերը կգդրե
եւ փեսան գարնվի։ Ասի Մարգոսի երկրորդ գլխին մեջն է, ուր Աստծո որդին արդեն գիտե թե ինչ պիտի բադայի յետքը։ Եվ այս խոսքերուն հետևանքն ալ գիտե։ Եթե ուսուցիչ մկար քալշապատ եւ ցեզի խրադ դար, թե ինչպես լավ կյանք ապրիս, կրնաս գաման խրադը լսել, գամ մեկում տնել։ Բայց ինչ կնես եթե ուսուցիչ մկա եւ ասե թե անկու փեսադ է եւ իրեն պետք է սիրես ավելի քան թե քու հայրդ եւ մայրդ եւ զավակներդ։ Այդ տեսակ անցմը չես կնար անդեսել։ Եվ ով այդպես կխոսի։ Մովսես, Բուդա, Սոկրատ, Մոհամեդ այդպես բան չեն ասած, չեն ալ փապակիր այդպես բանը ասել, որ ուշադրությունը իրենց վրա տրվի, այդ ուրիշ ցևը ապրելու անոր վրա գտրվի։ Հիսուսի խոսքերը գբարդացրեն զինք նկատել գամ Աստծո որդի, գամ մահվան արժանի հայողը։ Իր փեսա լալու նկարագրությունը բادرազմի հրճագումն է։ Ան ուրիշներու նման ուսուցիչ չէ։ Մարդիկ պետք է գամ ամբողջավին նվիրվին իրեն եւ գամ խաչեն զինք։ Աշխարհը ընդրեց խաչել զինք։ Հիսուս իդ չի կաշվիր բادرազմեն իր սիրելիին համար։ Ան գիտե որ բարձր քին պիտի վճարե մեզի իր հարսին միանալու համար։ Այս բոլորը անհասկանալի գտվի փարիսեցիներուն։ Անոնք գբնտեն թե անիգա սատանային գուկա եւ պետք է խաչվի։ Հիսուս կշեշտե որ չեզոք դեղ neutral zone չգա։ Թակավորին արագը այդ գծցնե։ Ուր թակավորը հարսնիկի որդին համար հարսնիկ կբادرաստե։ Կարդամ բամությունը եւ նկատեցեք թե ինչպես միայն երկու ընդրություն կա՝ մահ կամ հարսնիկի խնջույք։ Դարձյալ Մատթեոս 22-յան, դարձյալ Հիսուս արակներով վսավ անոնց։ Երկնքի թակավորությունը թակավոր մարդումը կնմանի, որ իր որդին հարսնիկ ըրավ եւ իր ծառաները ղրկեց կանչելու իր որդին հարսնիկին հրավիրվածները։ Անոնք չուզեցին կալ։ Նորեն ուրիշ ծառաներ ղրկեց, ուսավ ասեք հրավիրվածներուն, ահա իմ ջաշս պատրաստեցին, զվարակներս ու քեր գենթայիներս մորտված են եւ ամեն բան պատրաստ է, հարսնիկի եկեք։ Բայց անոնք անհոգություն են ընելով չգան։ Մեկը իր արդը Մույսը իր արուդուրին կնաց։ Ուրիշներ անոր ծառաները բռնեցին, նախադեցին եւ սպանեցին։ Թակավորն ալիետ լսեց, փարգացավ, իր զորքերը ղրգեց եւ այն սպանողները սատկեցուց եւ անոնց քաղաքը այրեց։ Այնադեն իր ծառաներուն ասավ հարսնիկը պատրաստ է, բայց հրավիրվածները արժանի չեն։ Ուստի կացեք ջամփաներուն գլուխները եւ ով որ գտնելու լակ հարսնիկին հրավիրեցեք։ Այն ծառաները ելան ջամփաներուն վրա եւ ով որ կդան թե չարը եւ թե բարին ամենքն ալ ժողվեցին ու հարսնեդունը հրավիրվածներով լեցվեցավ։ Թակավորը երբ մտավ հարսնավորները դեսնելու մարդ մտեսավ, որ հարսնիկի հանդերձ հակած չէր։ Սավանորընկեր, ինչու համար հոս մտար առանց հարսնիկի հանդերձի, անիգա բաբանցեցավ։ Այնադեն թակավորը սպասովորներուն ասավ, գաբեցեք անոր ոտքերը ու ցերկերը, հանեցեք զանիգա թուրսը խավարը, հոն պիտի լալ ու ագրաներ գրջդել, վասնզի կանչվածները շատ են, բայց ընդրվածները քիչ։ Այս Հիսուսի բամուճան մեջ թակավորը մահվան գտադաբարդե անհոգություն ունողներուն, որոնք կշարունակեն իրենց առօրյա գործերը եւ կմնան իրենց սովորական հագուստներով։ Չափազանց սպառած էին։ Անոնք կվայելեին ազատությունը, աշխատանքի կարողությունը եւ խաղաղությունը
որ թագավորը իրենց ապահոված էր։ Իսկ այն մեկը, որ եկավ սովորական հագուստով, լուրջ չարավ եւ հավանաբար սպաղած էր, զարդարանքները գտիդեր, գուդեր, գխմեր, գվայլեր։ Եթե այսօրվա բամությունը լար գարելի պիտի եսվեր, որ սելֆոնը ուներ, սկրոլ գներ, մուվիներ գտիդեր, աշխարհի սպաղմունքներով սպաղված էր, ով ժամանակ ունի այսօր երկինք նայելու եւ տեսնելու անմեծ խնջույքը, որ նույնիսկ հրեշտակները անհամբեր կսպասեն տեսնելու։ Հիսուսի բամության տասն է, որ թագավորը բադիվի արժանի է։ Պետք է ամեն բան թատրեցնել եւ հասնիքին պատրաստվին։ Աբեդարանը, փարիդուրը, փեսան մեր անցեն վեր տնելով։ Այս կրնան գնել ձոմաբահությամբ, այսինքն self-discipline, խնջույքով, այսինքն փեսան կարևորություն տեսնեն, մեր գետրոնը լա, եւ բայկարով, այսինքն հարադեվել մինչև մա, fasting, feasting, fighting։ Բիդի James Edwards-ի ամփոփումով լրացնեմ, որ James Edwards-ը commentary կրել է այս տեքստին վրա, նախ անգլերենով։ The question posed by the image of the wedding feast and the two atom-like parables is not whether the disciples will, like sewing an old patch on an old garment or refilling an old container, make room for Jesus in their already full agenda in life. The question is whether they will forsake business as usual and join the wedding celebration, whether they will become entirely new receptacles for the expanding, fermentation of Jesus and the gospel in their life. Հարսնքի խնջույքը եւ երկու փոքրիկ արակներու հարցումը այն չէ, թե աշակերտները պիտի փորձեն իրենց արդեն լեցուն օրագարկին մեջ տեղը գտնել Հիսուսի։ Հարցումը այն է, թե պիտի թողուն իրենց առօրյա գործերը եւ միանան հարսնքի խնջույքին, պիտի դառնան ամբողջովին նոր անոթներ Հիսուսի եւ Աբեդարանի ընդարձակվող խմորումը իրենց կյանքին մեջ պահելու համար։ Իսկ տուն Աստված քեզի ղրգած է հարսնքի հրավերը իր որդին, ինչ է քու պատասխանդ։ Աստված խոսեցավ արդյոք քեզի այս բատկամեն։ Ուզեմ հրավիրել ցեզ, որ իմ հետս աղոթեք, ավելի ճիշտը մենք ենք, որ կհրավիրվենք աղոթելու 1000 տարի առաջ մեզ մե եկած անցեմը անունը Գրիգոր Նարեգացի եւ ինքը աղոթ կրել է, որ պիտի գտնեք ծեր լրադուին մեջը եւ այսիգա պիտի խնդրեմ, որ ծեր հետը դանիք աշխատեցա այսօրվա կրեցի ուրեմն հոսմի ցկեք, ծեր հետը դարեք, ծեր ասվաշուչին մեջ դրեք եւ հաջող աս աղոթքը ըրեք։ Ուրեմն անոր մեջ կսե եւ ուրեմն քանի որ 1000 տարի առաջ կրվեր է, քրապարով կրվեր է եւ շատ բարեր կան, որ ինձի եւ շատերու հասկանալի չեն, կրած եմ անգլերեն թարգմանությունով եւ նաեւ աշխարհապար թարգմանությունով։ Անոր մեջ կսե I deeply long, not so much for the bridal feast, as for the distress of the groom. Ոչ թե հարսնարանին խնջույքով, այլ փեսային անցկությամբ կմաշին։ Ուրեմն անիգա մեզ գսորվեցնե, որ ոչ թե ազո փարիկները եւ ազգյանքը, որ վայրենք, բայց անգյանքին յետևը Եղողին, ոչ թե հարսնիկի գերտաս հարսնիկը վայրելու, բայց փեսային հետ ուրախանալու անձը եւ ոչ թե ուրիշ բաներ։
ուրեմն մեր սրդին խորքերեն աղոթենք. I pray not only for his rewards, but also for himself, the essence of life, guarantor of giving and taking of breath, without whom there is no movement, no progress, to whom I am tied, not so much by the knot of hope as by the bonds of love. I long not so much for the gifts as for the giver. I yearn not so much for the glory as the glorified. I burn not so much with the desire for life as in memory of the giver of life. I sigh not so much with the rapture of splendor as with the heartfelt fervor for its maker. I seek not so much for rest as for the face of our comforter. I pine, I deeply long, not so much for the bridal feast as for the distress of the groom, through whose strength I wait with certain expectation, believing with unwavering hope that in spite of the weight of my transgressions, I shall be saved by the Lord's mighty hand, and that I will not only receive remission of sins, but that I will see the Lord himself in his mercy and compassion and receive the legacy of heaven, although I richly deserve to be disowned. Ոչ թե անոր բարգևներուն համար է, որ աղերսանքով շուրջը գտարնամ, այլ որովհետև զինք կհամարեմ գենթանություն նիսկ, շնչարություն նիսկ, առանց որու կարելի չէ շարժին եւ ոչ քալել, վասնզի ոչ այնքան հույսին հանգույցովը, որքան սիրո գաբանքովն է որ գմղվիմ, ոչ թե դուրքին, այլ դվողին գարոդն ունիմ, փառքը չէ, որ անցկալի է ինձի, այլ փարավորյալը համբուրելի, ոչ թե կյանքի փափակովը, այլ գենարարին հիշադակովն է, որ կջնջերեմ միշտ, ոչ թե վայելքին դարպանքովը գհեծեմ, այլ բադրաստողին դենտկանչովը երիգամուքիս խորեն կջվամ, հանգիստը չէ, որ կպնդրամ, այլ հանգչեցնողին երեսը գաղաչամ, ոչ թե հարսնարանին խնջույքով, այլ փեսային անցկությամբ կմաշիմ, ու իր զորությանը վրա վստահորեն հուսալից, թեև մեղքերու փերան ներքև ընկջված, բայց աներկմիդ կհավատամ, թե ոչ միայն կավության պիտի հասնիմ, այն նույնիսկ զինք պիտի տեսնեմ իր ողորմության և կտության մեջ, ու կհավատամ, որ երկինքը պիտի ժառանգեմ նորեն, թեև անգե մերժված ու հրացված ըլլամ։ Մեր սիրահուշար նվերները բերելու ժամանակն է։
Դերունական աղոթքով պիտի վերջացնենք մեր başնամուկը։ Հայր մեր, որ երգինս ես, Սուրբ Եղեցի անուն քո, եկեցե հարկայություն քո, եղեցին գամ քո, որպես երգինս և հերգրի, Զաց մեր անաբազոր, դուր մեզ այսօր, թող մեզ զբարդիս մեր, որպես և մենք, թող մերոց բարդավանած, և միդանիր զմեզի փորձություն, այլ պերգյայի չարեն։ Զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք Հավիտյանս Հավիտենից եւ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Հոր Աստուծո սերը եւ Սուրբ Հոգին հաղորդակցությունը, ներկայությունը մեզ բոլորիս հետ լա, ամեն օր իր հետ քալելով, ամեն օր իր ներկայությունը վայելելով, մինչև այն օրը, որ թեմ արդեմ իրեն պիտ հանդիպենք։ Ամեն։